Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մեր այսօրվա թողարկումը նվիրված է 20-րդ դարի խոշորագույն աստվածաբաններից մեկի Կարլ Բարթի Հռոմեացիների թուղթը աշխատությանը, որը մեծ ազդեցություն է գործել բողոքական աստվածաբանության վրա։ Մեր հյուրն է աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանը։ Բարի երեկո, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Ուրախալի է կրկին ձեզ հյուրընկալել մեզ մոտ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հովհաննիսյան, ով է Կարլ Բարթը, ինչ ժառանգություն է մեզ թողել եւ ինչ տեղ ունի այդ ժառանգության մեջ նրա նշածս աշխատությունը։ Հետևյալ գերմանական մի թերթ կա Der Spiegel, հետևյալ վերնագիրն է հատկացրել հենց Կարլ Բարթի մասին խոսելիս, ասում է Gottes freuliche Partisan, հայերեն թարգմանությամբ այսպես կլինի Աստծու զվարթ պարտիզանը։ Կարլ Բարթի մասին խոսելը այնպիսի հսկայական ժառանգություն է Կարլ Բարթը թողել, որ այս մեկ հաղորդման ընթացքում իմ կարծիքով բավարար չի լինի նրա մասին ամբողջովին խոսել։ Նա ծնվել է հովիվի եւ աստվածաբանի ընտանիքում, իր աստվածաբանական կրթությունը հիմնականում ստացել է Գերմանիայում, Բերլինում, որտեղ որպես աշխարհարչակ աստվածաբան ունեցել է Ադոլֆ ֆոն Հարնակը, Մարբուրգում սովորել է Վիլհեմ Հերմանի մոտ, որը նույնպես այդ ժամանակվա գերմանախոս ընդհանրապես եւ ամբողջ աշխարհի մեջ, այսինքն աստվածաբանության աստղերն էին, եթե իրանք այս ժամանակում ապրեն, բնականաբար Հոլիվուդում վստահաբար իրենց տեղը կունենային որպես աստվածաբաններ։ Եվ կարելի է առանձնացնել ընդհանրապես Կարլ Բարթը իր աստվածաբանական ամբողջ ընթացքում 3 կարևորագույն շրջան է ապրել եւ 3 տարբեր շրջաններ է ապրել։ Առաջին շրջանը, որ 1909-19 թվական միջև համարում են որպես աստվածաբանները համարում են որպես լիբերալ աստվածաբանության շրջան, այդ լիբերալ աստվածաբանության մասին առիթ կլինի ավելի ընդարձակ խոսելու, հիմնականում շեշտը դնում էին լիբերալ աստվածաբանները մշակույթի եւ հավատքի հաշտեցման վրա եւ ավելի շատ մարդկային գործոնը դեր ուներ, սակայն նա հիասթափվեց լիբերալ աստվածաբանությունից, երբ որ իր դասախոսները, թվարկածս դասախոսները, երբ որ 95 մյուս դասախոսների հետ միասին ստորագրեցին մի մանիֆեստ, որով կարծես թե արդարացնում էին գերմանացիների առաջին համաշխարհային պատերազմը, եւ Բարթի համար դա նշանակում էր դավաճանություն քրիստոնեության հավատքի համար, որովհետեւ նրա համար աստվածաբանը չի կարող խրախուսել պատերազմը։ Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի նա լիբերալ բողոքականությունից դուրս գա եւ նաեւ ասեմ, որ ինքը նաեւ Կարլ Բարթը ակտիվ մասնակցություն ունեցել նաեւ քաղաքականության մեջ, սոցիալական կուսակցությանն էր պատկանում եւ նրա համար այդ ժամանակ այդ սոցիալական կուսակցությունը համարվում էր մի փոքր, այսպես ասած, երկնքի արքայության հաստատումը երկրի վրա։ Այսինքն մարդիկ հավաքվում են եւ Աստծո արդարությունը փորձում են երկրի վրա հաստատել, բայց ինքը հետագայում հասկացավ, որ Աստծո արդարությունը, կներեք, Աստծո թագավորությունը դա ոչ մի կերպով չի կարող ասոցացվել մարդկային գործողության հետ, դա միայն պատկանում է Աստծուն։ Երկրորդ շրջանը Կարլ Բարթը, որ հենց իր հռոմեացիների թղթի շրջանն է համարվում 1919 թվականից մինչև 30 թվականը, դա համարվում է դիալեկտիկայի շրջան։ Կարլ Բարթը համարվում է դիալեկտիկայի աստվածաբանության հիմնադիրներից մեկը իր մյուս ընկերների հետ, Ռուդոլֆ Բուտման, Էմիլ Բրուներ, Ֆրիդրիխ Գոգարտեն եւ իր մյուս ընկեր Էդուարդը եւ այլն, այդ դիալեկտիկ շրջանը սա ոչ մի կապ չունի հեգելյան դիալեկտիկայի հետ։ Դիալեկտիկա դա նշանակում է, որ Աստծու եւ մարդու միջև կա տարբերությունը, ժամանակի եւ հավիտենականի, Աստծու եւ մարդու միջև կա որակական տարբերություն, որը նա այս արտահայտությունը վերցրել է Սորեն Կիրկեգարին, որին կանդրադառնանք, եւ 30-ական թվականներին երրորդ շրջանն է, որ 1930 թվականից մինչև իր կյանքի վերջը դա կոչվում է դոգմատիկայի շրջան, եւ այդ շրջանում Կարլ Բարթը հատկապես իր բեկումը սկսում է մի փոքրիկ աշխատությամբ, որը նվիրված է Անսելմ Քենթերբերցուն, եւ այդ աշխատության միջոցով Կարլ Բարթը իր ամբողջ քիշլիքը դոգմատիկան, այսինքն եկեղեցական դոգմատիկան, որը մոտավորապես 9000 էջ է եւ 13 հատոր,
ահռելի աշխատություն է, այդտեղ այդ իր մի մեթոդն է օգտագործում, որ այդ Անսելմ Քենթերբերցու գրքում է որդեգրում, հետևյալն է, որ Աստված խոսում է եւ մարդը պետք է լսի։ Այսինքն առաջնահերթությունը տրվում է Աստծուն եւ աստվածաբանության թեման նպատակը ոչ թե մարդն է, այլ Աստված, բացարձակ, այսինքն նրա համար առաջնայինը դա խոսել Աստծու մասին, որ Քրիստոս մեզ բացահայտել է։ Խոսել Աստծու մասին նշանակում է թողել, որպեսզի Աստված ինքը խոսի։ Այսինքն մարդկային գործոնը, մարդկային բոլոր նախաձեռնությունները Աստծու մասին խոսելու համար այդ Բարտի 1930-ականից մինչև 1906 իր մահը բացարձակ բացառվել է։ Մի քանի կարևոր իրադարձություններ են կան, որ պետք է անպայման նշեմ Կարլ Բարտի կենսագրության հետ կապված, ինքը շատ խիզախ իրոք Աստծու, այս պարտիզան է եղել եւ հավատարմորեն է այդ գործողությանը նվիրվել։ Երբ որ ինքը Բոնի համալսարանում դասախոս էր, այդ ժամանակ Հիտլերը կառավարության իշխանության եկավ եւ բոլոր դասախոսները այդ ժամանակ պետք է իրենց հավատարմության երդումը տային Հիտլերին եւ Կարլ Բարտը այն դասախոսներից մեկն էր, որ հրաժարվեց Հիտլերին երդում տալ եւ ոչ միայն հրաժարվեց երդում տալ, այլ նաեւ կար թեոլոգիշը էգզիստենս մի պարբերական աստվածաբանական գոյություն, հա, ինքը նույնիսկ մեկ օրինակ որպես բողոքի տեսքով ուղարկել է Հիտլերին եւ Հիտլերը ստացել է։ Եվ դրանից բացի այդ ժամանակաշրջանում Գերմանիայում կային Դոչե Քրիստեն, գերմանացի քրիստոնյաներ, որոնք իրենց գաղափարախոսությամբ փորձում էին մոտենալ ֆաշիստական իդեոլոգիային, մերժելով հին կտակարանից որոշ տեքստեր եւ այլն, այսինքն եւ նույնիսկ Հիտլերի մեջ տեսնում էին այն մարգարեական այն անձը, որը պետք է Գերմանիան փրկի եւ այլն, այսինքն փորձում էին նույնացնել Աստվածաշնչի որոշ մարգարեների հետ, որ Հիտլերի կերպարի մեջ պետք է արտահայտվեր եւ դրանից ձևավորվեց խոստովանող եկեղեցի, որի անդամներից մեկն էր նաեւ Կարլ Բարտը եւ կա 1934 թվականի Բարմենի հայտարարությունը, որտեղ առաջին հենց հոդվածը, առաջին հենց կետը նշում էր, որ Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ ֆյուրեր չկա։ Եթե կա ֆյուրեր, այսինքն ճակերտների մեջ ֆյուրերը, դա Հիսուս Քրիստոսն է։ Այսինքն Բարտի ամբողջ իր գիտական գործունեությունը, քաղաքական գործունեությունը, աստվածաբանական բոլոր աշխատությունը դա հավատարմություն է Աստծու եւ աստվածաբանությունը դա լուրջ պատասխանատվություն էր եւ Աստծու գաղափարին մոտենալը իրոք լուրջ պատասխանատվություն է։ Մի կարևոր դրվագ էր, որը ինձ կարծիքով շատ զավեշտալի է, ընդհանրապես բողոքական աստվածաբանության մեջ դա Լյութերից է գալիս, միշտ համարել են Հռոմի Պապին հակաքրիստոս, որովհետև միշտ մտածել են, թե Վատիկանը հավատարմություն չի դրսևորել քրիստոնեական հավատքի նկատմամբ եւ երբ որ Կարլ Բարտը արդեն մեծահասակ էր եւ 1960-ական թվականներին էր եւ Վատիկանի երկրորդ ժողովը տեղ ունեցավ, իր բժիշկի հետ միասին գնացին Վատիկան եւ հետ որ վերադարձավ եւ ոնց որ Կարլ Բարտը այդ ժամանակ համարվում էր բողոքականության, այսպես ասած, Հռոմի Պապը ճակերտների մեջ ասած եւ ասաց մենք այլևս կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ Հռոմի Պապը հակաքրիստոս չէ, այսինքն դա մոտեցել է քրիստոնեական հավատքին։ Անդրադառնանք հռոմեացիների թուղթ աշխատությանը, գաղափարական եւ պատմական ինչ համատեքստում է գրվել այս աշխատությունը եւ ինչ նպատակ է հետապնդել Կարլ Բարտը այս աշխատության մեջ։ Շատ կարեւոր է, ես միշտ ասել եմ, թե աստվածաբանությունը սովորելու ընթացքում, որ կոնտեքստն է նաև նկարագրում մեզ հնարավորություն տալիս, որ կոնկրետ գրքի պարունակությունը ել ավելի լավ հասկանալու համար։ Կարլ Բարտը իր աշխատությունը գրել է մի ժամանակաշրջանում, հատկապես 20-րդ դարի 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի սկիզբ Գերմանիայում մի աստվածաբանական շարժում կար, որը կոչվում էր բողոքական լիբերալ աստվածաբանություն եւ նաեւ քուլտուր պրոտեստանտիզմ, մշակույթի բողոքականություն, գրեթե նույնն են որոշ առումով։ Այս աստվածաբանական ուղղությունները, որոնք համարվում են գերիշխում էին բոլոր համալսարաններում իրենց Ադոլֆ Հարնը, օրինակ դրանցից կարևորագույն ներկայացուցիչն Ալբերտ Ռիչելն էր, որի համար դիցուկ կրոնը ինքը հիմնականում պետք է քննարկվեր բարոյականության շրջանում, այսինքն կանտյան այդ գործնական բարոյականությունը պետք է ընդգրկվի աստվածաբանության մեջ եւ երկնքի արքայությունը դա բարոյական համայնք է, որ մարդիկ համախմբվում են դրա շուրջ։ Օրինակի համար Ադոլֆ Հարնակի համար, որը
նույնպես այդ մշակույթի բողոքական կարկառուն ներկայացուցիչ էր եւ Ռիչելյան դպրոցի ներկայացուցիչ, նրա համար դոգմաները կարևոր նշանակություն չունեին քրիստոնեության համար։ Քրիստոս պարզապես մի բարոյական ուսուցիչ էր, որը եկել է աշխարհ քրիստոն, այսինքն ինչ-որ կրոն քարոզելու, բարոյական արժեքները մեզ փոխանցելու եւ հայտնի է հենց Ադոլֆ Հարնակի քրիստոնեության իսկություն աշխատությունը, որ մի աստվածաբան ասում է ավելի շատ հեռու է քրիստոնեության իսկությունից, քան թե հենց խոսում է քրիստոնեության իսկության մասին։ Եվ կար նաև մյուս այլ կարկառուն ներկայացուցիչը, որը Վիլհեմ Հերմանն էր, այդ լիբերալ աստվածաբանները, որի համար քրիստոնեական հավատքը դա աղլեբնիս էր, աղլեբնիսը դա ապրած փորձառություն։ Հիմնականում նրանք ազդվել են այս Շլայերմախերի աստվածաբանությունից, որ Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնելու համար մարդկային գործոնը կա։ Դա կլներ զգացողություն, դա կլներ անձնական փորձառություն, եւ այսպիսի մի շարք մոտեցումներ կան։ Եվ հետո նաև այդ լիբերալ աստվածաբանները փորձում էին մշակույթը հաշտեցնել քրիստոնեական հավատքին, որի հետևանքով քրիստոնեական հավատքը կորցնում է իր մի շարք կարևորագույն տարրեր եւ արմատներ։ Եվ այս կոնտեքստում է, որ Կարլ Բարտը գրում է իր հռոմեացիների, նախ պետք է ասեմ, ինքը գրել է 1919 թվականի առաջի հռոմեացիների հրատարակչությունը, որի մեջ ինքը նույնիսկ դեմ է գրում երկրորդ հրատարակչության մեջ, ինքը դեմ է գրում այն ինչ որ գրել է առաջինի մեջ, որ առաջինի մեջ ինքը ավելի շատ լիբերալ աստվածաբանության ազդեցության տակ է եղել, իսկ երկրորդի մեջ բացարձակ ինքը նույնիսկ հանդես է գալիս ոչ միայն մշակույթի բողոքականության, լիբերալ աստվածաբանության եւ նույնիսկ իր մի շարք գաղափարների մասին, որ ինքը արծարծել էր իր առաջին հրատարակչության մեջ։ Ինչ առնչություններ կարող ենք նկատել նոր կանտականության եւ աստվածաբանության միջև, ինչպես է Կարլ Բարտը ընկալել եւ վերաձևակերպել այս փիլիսոփայական ուսմունքը։ Հնարավոր Կարլ Բարտը հետաքրքիր անձնավորություն է նաև այն իմաստով, որ ինքը, ես արդեն ինչպես ասացի, 3 փուլեր է ապրել իր աստվածում։ Եվ միշտ փնտրել է ինչ ուղղություն վերցնել։ Իր ընկերոջ հետ, Էդուարդ Թուրնեզենի հետ միասին իրենք փորձում էին, չգիտեմ, կանտից սկսեն, այսինքն կանտ ուսումնասիրել եւ կանտի մեթոդները, փիլիսոփայական մեթոդներով բացատրել աստվածաբանությունը։ Բայց Բարտը, քանի որ ինքը նաև սովորել է աստվածաբանություն Մարբուրգ քաղաքում իր նշանավոր ուսուցիչ Վիլհեմ Հերմանի մոտ, այդ ժամանակաշրջանում Մարբուրգում նոր կանտականությունն էր համարվում գերիշխող փիլիսոփայական ուղղությունը։ Եվ այդ ուղղության մի ներկայացուցիչ կա, Հերման Կոհեն անունով, որը բազմաթիվ աշխատություններ է գրել։ Ուրեմն Հերման Կոհենի մոտ եւ նոր կանտականության մեջ կար մի հետաքրքիր տերմին՝ Ursprung, որը կարող ենք թարգմանել հայերեն ծագում կամ ակունք, եւ այս շարժումը, այս Ursprung փիլիսոփայությունը շեշտը հետեւյալ կետի վրա է դնում, որ Ursprung-ը դա համարվում է այն ակունքը, կոնկրետ դենք գզեց, օրինակ մտքի օրենքը, ինքն իրենով առանց որևիցե արտաքին գործողությունների, ինքն իրենով ստեղծում է եւ գիտակցությունը, եւ գիտությունը, եւ գոյությունը։ Եւ Կարլ Բարտը, սա ինքը դե բնականաբար այս դասախոսությունները լսել է եւ այլն, ինքը դա վերցրեց եւ ընդգրկեց քրիստոնեական ուսմունքի մեջ։ Ursprung-ը Կարլ Բարտի համար եղավ աստվածային իրականությունը։ Աստվածային իրականությունը, Աստծո գաղափարը, որ ոչ մի կապ չունի արտաքին որևիցե էլեմենտների տարերի հետ, այլ ինքն իրենով առաջացող գործընթացն է։ Ինչպես օրինակ Հերման Կոհենը ասում էր, որ մտածողությունը ինքն իրենով արտադրվող երևույթն է։ Այսինքն Կարլ Բարտի մոտ նույնպես Աստված ինքն իրենով հայտնվող գաղափարը եւ ոչ մի կապ չունի աշխարհի հետ, մարդկային փորձառության հետ ոչ մի կապ չունի։ Հետևաբար այդ նոր կանտականության մեջ նաեւ իրենց փիլիսոփայությունը մաթեմատիկական ճշգրտություն ուներ։ Այսինքն նախքան ինչ որ ուսումնասիրություն կատարելու համար իրենք իրենց սկզբունքները նախապես ընդունում էին, այսինքն կար դենք գզեց օրենքի մտածողություն, որ մտածողը պետք է հետևի Ursprung-ին եւ Ursprung-ը այդ ակունքը ինքն իրենով ստեղծում էր այդ գիտակցությունը եւ գոյությունը։ Նույնը, որ Աստված ինքն իրենով բացահայտում է եւ ստեղծում մարդուն իմացություն է տալիս Աստծո մասին եւ մարդը դառնում է նոր արարած։ Եվ այս ամենին բացի էլ ավելի հենց իր հռոմեացիների երկրորդ հրատարակության մեջ առաջաբանում ինքը շնորհակալություն հայտնում իր եղբորը
Հայնրիխ Բարտը, որը հենց նոր կանտական փիլիսոփայության ներկայացուցիչն էր, որը երկու դասախոսություն է կարդացել, մեկը Աստծու Աստված ճանաչողության մասին, իսկ մյուսը ծագման գաղափարը պլատոնականության մեջ։ Եվ հենց Կարլ Բարտը ներկա է եղել այս գիտաժողովներին, որտեղ նույնպես Հայնրիխ Բարտը հստակ կերպով այդ նոր կանտականության ուշպունք փիլիսոփայության մասին է խոսում եւ Կարլ Բարտի մոտ սա եւ ունեցել է այսպես ասած հեղափոխական ազդեցություն իր մտքի վրա եւ միջև իր կյանքի վերջ իր համար Աստված եղել է այն ուշպունքը, որից բխում է ամեն ինչ։ Եթե չլինի ուշպունքը, ոչ մի բան չի լինի, այսինքն ուշպունքը այն մտածողությունն է, հա, որից գալիս է այդ գոյությունը, թեման ամբողջովին կապված են այդ ուշպունք հասկացողությանը։ Եվ այս կոնտեքստում իրոք շատ հետաքրքիր է այս գեղեցիկ փիլիսոփայության ինտեգրացումը աստվածաբանության մեջ, որը աստվածաբանությունը ել ավելի, այսպես ասած, ադեկտվատ ձևով է ներկայացնում ժամանակակից մտքին։ Հռոմեացիների թուղթը աշխատության երկրորդ հրատարակության մեջ հեղինակը խոսում է Սյորեն Կերկեգորի եւ Ֆրանց Օվերբեկի մասին։ Ինչ կապ կա նրանց գաղափարների միջև։ Հենց Սյորեն Կերկեգորը ընդհանրապես մինչև նույնիսկ կյանքի 1960-ական թվականներին Կարլ Բարտը նույն Կոպենհագենում մասնակցում է Կիրկեգարի ինչ-որ գիտաժողովներից մեկին եւ այնտեղ էլ ասում է, որ աշխարհահռչակ արտահայտություն է դա դարձել, իհարկե Բարտի շնորհիվ, որ Կիրկեգարը ասում է հետեւյալ նախադասությունը, որ մարդու եւ Աստծու միջև կա քանակական կա անսահման որակական տարբերություն։ Unendliche qualitative Unterschied zwischen Mensch und Gott, այսինքն Աստծու եւ մարդու միջև կա անսահման որակական տարբերություն եւ ասում է եւ Բարտը շարունակելով ասում է կամուր Աստծու եւ մարդուց դեպի Աստված գնալու կամուր չկա։ Այսինքն այս նախադասությունը Բարտի համար այնքանով է կարևոր, որ նա ռադիկալ կերպով երբեմն շատ աստվածաբաններ կան, տարբերություն է դնում մարդու եւ Աստծու միջեւ։ Եվ նրա մոտ կա ժամանակի եւ հավիտենականության տարբերությունը։ Այս արտահայտությունները նա վերցրել է Սորեն Կիրկեգարից եւ Կիրկեգարը այդ ժամանակաշրջանում հատկապես 20-րդ դարի սկզբում բողոքական աստվածաբանության համար եղել է շատ կարևորագույն հեղինակություն եւ մի շարք բազմաթիվ մեջբերումներ է կատարում Կիրկեգարից եւ մի մեջբերում կա, ասում է, երբ որ աստվածաբանի իր հրաժարվի սկանդալից, այսինքն սկանդալ դա նշանակում է Քրիստոսի խաչի մասին։ Եթե Քրիստոսի խաչը չլինի աստվածաբանության մեջ, այլևս քրիստոնեությունը գոյություն չի կարող ունենալ։ Եվ հետաքրքիր արտահայտություններ է օգտագործում, որ շատ աստվածաբաններ կարծում են, որ դա հենց գալիս է Սորեն Կիրկեգարից, օրինակ օգտագործում է Թոթեսլին, այսինքն մավան գիծ, այսինքն նա Աստծու եւ մարդու միջև կա տարբերություն եւ այդ գիծը հանդիսանում է այն սահմանը, որտեղ գտնվում է Աստված եւ այն սահմանը, որտեղ գտնվում է մարդը։ Այս երկակիությունը գերիշխող է հանդիսանում Կանտի մտածողության մեջ, որ գալիս է Սորեն Կիրկեգարից։ Իսկ մյուս նշանավոր կարևորագույն աստվածաբան Ֆրանց Օվերբեկը, որը եղել է Ֆրիդրիխ Նիցշեի լավագույն ընկերը եւ միասին ապրել են մեկ տան մեջ, հարելի ազդեցություն է թողել Բարտի վրա։ Ուրեմն այս Ֆրանց Օվերբեկը քննադատում էր լիբերալ բողոքականներին, որոնք որ փորձում էին ժամանակակից հավատքը հաշտեցնեին ժամանակակից գիտությանը, մտքին, մշակույթին, որովհետև նա ասում է, երբ որ աստվածաբանը փորձի հաշտեցնել հավատքը արդիականության հետ, ինքը քրիստոնեությունը, այսպես ասած, վաղ շրջանի քրիստոնեության հետ այլևս ոչ մի կապ չունի։ Քրիստոնեությունը մի տեսակ իր հիմնական հավատքի սկզբունքները կորցնում է։ Եվ նաև Ֆրանց Օվերբեկը քննադատում է այդ ժամանակաշրջանի մի շարք պահպանողականների, որոնք որ շատ շեշտը դնում էին դոգմատիկայի վրա եւ ամեն ինչ փորձում էին միայն դոգմայի շրջաններում բացատրել։ Իսկ ինչպես է Կարլ Բարտը այս Ֆրանց Օվերբեկի մի շարք գաղափարներ յուրացել եւ իր ձևով մեկնաբանել, որ քրիստոնեության կենտրոնը Քրիստոսն է,
Երբ որ կարդում ենք Կարլբարտը, այնքան պարզ եւ հասարակ է գրած, որ նույնիսկ հողագործը, չգիտեմ, հացթուխը բոլորը կարող են հասկանալ։ Ինքը շատ պարզ մաչելի, այո, պարզ ձևով է գրել եւ դա գալիս է նաեւ Ֆրանց Օվերբեկին, որ ինքը ասում էր, եթե քրիստոնեությունը եթե իրական քրիստոնեությունը պետք է հավատարիմ լինի վաղ շրջանի քրիստոնեությանը, իսկ Կարլ Բարտը հենց ինքը այդ լիբերալ աստվածաբանությունից մշակույթը, այդ հաշտեցություն եւ այլ ամեն ինչից հրաժարվեց եւ իր ամբողջ աստվածաբանությունը հենց որ նայում ենք հենց այդ վաղ շրջանի դեպի վաղ շրջանի եւ Քրիստոսի այդ խաչի աստվածաբանության վերականգնում, հայտնության, աստվածային հայտնության վերականգնում ամբողջովին հրաժարվեց այդ լիբերալ աստվածաբանությանը եւ նաեւ հետաքրքիր է որ ինքը Կարլ Բարտը եւ իր համար աստվածաշունչը դա ինչ որ Աստծո խոսքն է բնականաբար, բայց դա կենթանի հաղորդակցություն է Աստծո հետ։ Դա ինչ որ մարդը հաղորդակցության մեջ է մտնում ոչ թե Աստծո այդ դոգմաների միջոցով, այլ անմիջական հաղորդակցություն է Աստծո հետ։ Նաեւ կարող ենք այս կոնտեքստով, այս տեսքով բացատրել, հա, Օվերբեկի ազդեցությունը Կանտի վրա։ Ցանկացած աստվածաբանության կարևոր հարցերից մեկը վերաբերում է աստվածային արդարությանը։ Ինչպես է Կարլ Բարտը մեկնաբանում աստվածային արդարության հասկացությունը իր աշխատության մեջ։ Ընդհանրապես բողոքական աստվածաբանության մեջ Օգոստինոսից է գալիս, բողոքական աստվածաբանությունը ազդվել է, Աստծո արդարությունը յուրովի է մեկնաբանում։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո արդարության մասին, մտածում ենք Աստված մարդուն դատում է ըստ իր գործերի, քանի որ արդարություն բառը դա է իր մեջ պարունակում։ Սակայն բողոքական աստվածաբանության մեջ եւ Կարլ Բարտի մոտ, որը շատ հղումներ է կատարում Լյութերը, որը իհարկե հռոմեացիների թղթից է ազդվել, Աստծո արդարությունը դա արդարությունը, որով ոչ թե մարդ պատժվում է, այլ որով մարդուն շնորհ է տրվում։ Եվ այս կոնտեքստից վերցրած Աստծո արդարությունը մխիթարություն է, Աստծո արդարությունը իր մեջ պարունակում է փրկություն եւ այս արդարությունը հենց Լյութերից է վերցնում Կարլ Բարտը իր հռոմեացիների թղթի մեկնության մեջ օգտագործում, որը կոչվում է տարօրինակ արդարություն, որը օտար արդարություն է, այսինքն օտար այն իմաստով, որ արտաքինից է գալիս, ոչ մարդու մեջ, որ ոչ թե մարդկությանը հատուկ յուրահատուկ ինքը արժեք է, այլ Աստված նայելով Քրիստոսի խաչելությանը, հա, մարդուն ձրի կերպով այդ աստվածային արդարությունը մարդուն շնորհում է եւ որի շնորհիվ մարդը դառնում է նոր արարած։ Գիտենք, որ Բարտը զարգացնում է շնորհի աստվածաբանություն, դուք ձեր խոսքում եւս բանցիկ անդրադարձաք, փորձենք խոսել շնորհի եւ դատաստանի փոխկապակցվածության մասին։ Ինչ ըմբռնումներ է այստեղ առաջադրում հեղինակը։ Հենց այստեղ է կայանում ընդհանրապես Կարլ Բարտի դիալեկտիկան, այդ շնորհի եւ դատաստանի, հա, դատաստանի կապը։ Ընդհանրապես մի աշխատություն եմ կարդաց հենց Կարլ Բարտի մասին, որտեղ ասում է փոքրիկ տգեղ բադի ձագը իրեն նայելով ապակու մեջ սիրամարգ էր տեսնում։ Այսինքն շնորհը դա հենց մարդը իր մեղավոր վիճակով այդ տգեղ բադի ձագն է, որ շնորհը նրան այդ գեղեցիկ սիրամարգի պատկերն է տալիս։ Սակայն այդ սիրամարգի պատկերը, ինչպես որ Աստծո արդարության հարցին, շնորհը դա մարդուն չպատկանող արժեք է, դա Աստծո շնորհն է, որը շնորհը դա մարդուն նոր արարած է դարձնում հին մարդուց դեպի նորը։ Եվ հետաքրքիր է, որ շնորհը, որպեսզի մարդ կարողանա հասկանալ, Կարլ Բարտը օգտագործում է նայն, այո եւ ոչ։ Այս երկուսից այոն դա աստվածային այդ շնորհն է, որ մարդուն տրվում է, եւ ոչը դա մարդկային մեղավոր վիճակն է։ Կարլ Բարտը ասում է, եթե չկա այս ոչը, այսինքն մարդու այդ մեղավոր վիճակը, ապա չկա յան, ապա չկա այոն։ Այս դիալեկտիկան երկուսի միջև հստակ կերպով իր աշխատության մեջ գերիշխող թեմա է եւ դատաստանը նրա համար հենց այդ կրիզիսն է, կրիզիսի աստվածաբանություն է նաեւ կոչվում այս Կարլ Բարտի աշխատությունը եւ շնորհի եւ դատաստանի միջև, որ շնորհը դա մարդկային կրիզիսն է, նրա հին վիճակից դեպի նոր վիճակ, իսկ Աստծո դատաստանը դա համարվում է մարդու պատմության վերջը եւ նոր պատմության սկիզբ, որով որ մարդ նոր արարած է դառնում։ Կարծիք կա, որ աստվածաբանության ոլորտում այս աշխատությունը ռումբի ազդեցություն է ունեցել։ Ամփոփելով մեր զրույցը, արդյոք այն նույնքան տպավորիչ կարող է լինել նաև մերօրյա ընթերցողի համար եւ ընդհանրապես որն է այս աշխատության արդիականությունն այսօր։
Ես բնականաբար կասկած չունեմ, որ ցանկացած մարդ կարդալով Կարբարտի հռոմեացիների թղթի մեկնությունը նա իր քրիստոնեական հավատքը այլ կերպ կընկալի, դրա մասին բացարձակ խոսք չկա, սակայն պետք է ասեմ, որ Կարլ Բարտի աշխատության մեջ մի շարք գաղափարներ կան, որ այսօր այլ կերպ պետք է նայենք։ Առաջի կետը այն է, որ Կարլ Բարտը հենց մերժում է պատմության դերը եւ նշանակությունը քրիստոնեական հավատքի հիմնավորման համար։ Սա ինձ թվում է մեծ բաց թողում է նրա կողմից, չնայած ինքը դիտավորյալ կերպով մերժում է։ Եվ երկրորդ կարևորագույն կետը այն է, որ հայտնությունը, աստվածային հայտնությունը նրա համար մի տեսակ հաստատված իրականություն է, այսինքն աստվածաբանական վերջնական հաստատում է։ Իսկ այսօրվա գիտական աշխարհում ինձ թվում է աստվածաբանական բոլոր գիտելիքներին կամ հաստատումներին ավելի լավ է որպեսզի հիպոթետիկ ձևով մոտենանք, որը հնարավորություն է տալիս փոփոխման, զարգացման, շտկման, վերականգնման եւ այլն եւ այլն։ Իսկ Կարլ Բարտի մոտ իր ժամանակի ազդեցությունն է, որտեղ այդ ժամանակաշրջանում 1920-30-ական թվականներին գերմանական իրականության մեջ եւ նույնիսկ Հիտլերի մի շարք խոսքերի մեջ, իրենց խոսքերը կարծես թե վերջնական տեսքով էր, այլևս հնարավոր չէր կասկածի տակ դնել, քննարկել, փոփոխել եւ Բարտի համար ցանկացած, այսինքն աստվածաբանական մտքի ստուգում, վերափոխում եւ այլը դա կասկածի տակ է դնում քրիստոնեական հավատքը, որpիսի այսօրվա աստվածաբանությունը ել ավելի առաջ գնա, Կարլ Բարտը մեզ մի շարք մարտահրավերներ է տվել։ Առաջի բանը աստվածային հայտնությունը դա կարող է լինել մարտահրավեր, դա կարող է լինել եւ աստվածաբանական եւ փիլիսոփայական կատեգորիա, դա կարող է լինել բաց հարց, որը միշտ կարող է փոփոխման ենթարկվել եւ վերջացնեմ, եթե թույլ տաք, Կարլ Բարտի հետեւյալ խոսքով, որ աստվածաբանությունը միշտ սկսում ենք վերադառնալով սկսմանը։ Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան այս ազդեցիկ մտածողի կարևոր հայացքները մեզ ներկայացնելու համար։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար։ Ամենայն բարին, ցտեսություն։